Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում է Փաշինյանին, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ շնորհակալություն հայտնեց։ Թուրքիան, Ադրբեջանը մեր թշնամիներն են։ Ինչու՞ պիտի անպայման ինքը ուրիշների թելադրանքով միշտ առաջնի։ Թուրքիան 21 թվականի փետրվարին, երբ որ Հայաստանի գլխավոր շտաբը հայտարարեց, որ թույլ չի տա ժողովրդի հանդեպ ճնշումներ, միանգամից հայտարարություն տարածեց, որ թույլ չի տա իշխանափոխություն Հայաստանում, այսինքն իրանք ունեն հարմար իրանց համար ընդունելի ղեկավար եւ ամեն ինչ անել են, որովհետեւ պահպանեն։ Իսկ դրանից ելնելով Փաշինյանին ձայն կդան թե չէ, ենթադրում եմ, որ դա իրականում ունենալու է շատ չնչին ազդեցություն ձայն տվողների համար։ Բայց Թուրքիա ինչ իրավունք ունի մեր նախագահին ընդունելու կամ չընդունելու։ Քանի որ մենք ցավելով Թուրքի հետ չենք ունեցել, որ այդ կոդվորումները մեր այդ կոդվորումը Թուրքն է։ Աշանել է մասերի մեծ Հայաստան դարձել է կայքազիներ։ Եվ դրա համար ես համաձայն Թուրքիի ու Փաշինյանը։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես չի լինելու, Ազիզ ջան, չի լինելու, ինքը ծախեց երկիրը, Հայաստանը կկործանե։ Չէ, բոլորովին, ես այնպես չէի տա, ոչ Ալեն Սիմոնյանն է թուրք, Փաշինյանն էլ է թուրք։ Ընդհանրապես, եթե ժողովուրդը գիտակցության կա, դի ցայն չդան, դաժե մեծ ցայնը պետք չեն, ինքը Իրանը պետք ցայն չդա, այդ կարգը, ինքը Իրան պետք կնդագարեր, գյուլեր պետք ճապտից, պատերազմ, պարտվելուց հետո, պատմության մեջ էլ այդպես բան, դեպք չի եղել, որ հանգարց, ինչ որ մի հատ պարտված երկրի ղեկավար, կամ գլոխն են կտրել տարել են դեմերը, կամ ինքը Իրան, Հիտլերն ինքը Իրան գյուլեց, ինքը Իրան խփեց, պատմության մեջ այսպես դեպք չի եղել, այսպես անասուն ժողովուրդ երտան ընդրեն։ Փաշինյանը գրեթե ամեն օր իր սոցցանցի էջով սրտիկներ է ուղարկում քաղաքացիներին, որպես քաղաքացի դուք դա ձեզ վերագրում եք եւ արդյոք լուրջ եք վերաբերվում նրա այդ պահվածքի։ Այդ մարդը որպես երկրի ղեկավար թմբուկ է նվագում, այդ մարդը որպես երկրի ղեկավար հեզանիվ է վարում, այդ մարդը որպես երկրի ղեկավար քյաբաբ է անում, խորոված է անում, չգիտեմ ինչ է անում, Սևանա ջրի մեջ ապա մեր ցածվածում կանգնած սուզորտի ագնոստերով նկարվում է, իր գործն է ինչ ուզում է թողանի։ Մենք պետք է հետևություն անենք, թե արդյոք մեզ այդ տիպի ղեկավար էր պետք եւ այս 8-9 տարիների ընթացքում ինչ ինքն է ղեկավար, ինչ կորցրեցինք եւ ինչ շահեցինք։ Սա է խնդիրը, իսկ թե ինքը սրդիկ է անում, թե չի անում, դա ինձ առանձնապես չի հետաքրքրում, այսօր տրենդ է իրանց մեջ, իշխանական թիմը ոգևորված իրանց առաջնորդից սրդիկներ է անում, թողանեն, դա է իրանց ուրեմն միջոցը հաղորդակցության, դա է իրանց համար PR լավագույն տարբերակը, դա է մնացել իրանց անելու, դա են անում։ Ժամանակը կգա կտեսնենք, թե եթե Նիկոլ Փաշինյանը պաշտոնը թողնի, դրանից հետո ամեն առավոտ մեզ սրդիկ կանի, թե չէ, եթե արեց կասենք, չէ, այս մարդը իրոք գժվում է հայ ազգի համար։ Եթե չարեց կասեք, չէ, այս մարդը սրդիկ էր անում, որովհետև ուներ իր շահադիտական նպատակները, հա, բայց ամեն դեպքում ես չեմ հիշում, որ 17 թվից առաջ ինքը սիրելի հբարտ քաղաքացիներով դիմեր Հայաստանի ազգաբնակչությանը կամ սրդիկ աներ, հա։ Եվ իրականում ամբողջ խնդիրը դրանումն է, շատ է սիրում, ուրեմն պաշտոնան գանելուց հետո է կանի երևի։ Չեմ տեսել ու չէ, ղեկավարը պիտի այդպես բաներ չանի, բայց չէ, չեմ տեսել։ Չէ, դա ճիշտ չեմ ասում։ Չեմ նայում, ինձ չի էլ հաջողացել։ Ինքը քաղաքացիներին բացարձակապես չի սիրում, նրանց կործանումն է երազում։ Չեմ ընդունում։ Ինքը ես իրան ղեկավար չեմ համարել։ Ինքը տարածու է։ Մասշուն է, տանելը պետք է։ Դիք ինձ թվա ոչ։ Չէ, ինչ վերաբերեք։ Ընդհանրապես Իրան չեմ նայ, Իրան որ նայեմ ինֆարկտ կստանամ։